Տիկին Խամոյան, անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչի է Հայաստան խմբակցությունը որոշել կանանց մեջ որոշակի այսպես լիդերությունը տա Աննա Գրիգորյանին, իմ ընկալմամբ, ես սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, դուք այդ դերը ավելի լավ էիք տանում այս ազգային ժողովի գումարման առաջին փուլում, սա միանշանակ եմ ասում։ Տիկին Գրիգորյանը հաշվի առնելով նաև այն փաստը, որ առնվազն չափազանց խոցել է այն տեսանկյունից ելնելով, որ հա Եթե բանը այնա, որ ԿՊ-ից է եղել, դե ոնց էլ չլինի ավելի լավ Ղարաբանանի առաջ տանի, այնուամենայնիվ դա սխալ է, ես ամենայն անկեղծությամբ ասում եմ, Տիկին Խամոյան, դուք ավելի լավ էիք այդ։ Դե պարոն Խաչատրյան, նախազգուշացում։ Տիկին Խամոյան, տեսեք, ձեզ լավ բաներ եմ ասում, պարոն Խաչատրյանը չի էլ թողնում ավարտեմ։ Ինչևէ, այստեղ վախերի մասին խոսք գնաց։ Ժողովուրդ ջան, մի եկեք էլ այստեղ վախերից խոսացեք։ Մենք ձեր վախը ստեղ ֆիզիկապես այս դահլիճում, ոնց ասեմ, աչքերի մեջ ենք տեսել, էլի։ Կամ Տիկին Վարդանյան, դες բառապաշարից բանից եք խոսում, են որ իդեպ էլի վախի դրսևորման արդյունքում են, որ կանացի կենթանի պատ էիք կազմել ձեր առաջնորդի փոքրիկ տղայի դիմաց։ Այդ հետևից որ տենց ինչ-որ կիսաթաքուն քֆուր-մուֆուր էր տալի, որ լսում էիք, օրինակ այդ չպտտվեցիք, ասեք, այ ախպեր, ես ինչ է, շենք է, ազգային ժողով է, այդ բառապաշարի հետ տենց հաշտեիք խիստ։ Թե քոչարյանական բերանից դուրս եկած հայհոյանքը դա տենց բան է, օրհնյալ հայհոյանքը, ձեր ընկալմամբ։ Բայց ասեք, մի քիչ ավելի խոսակցական բառապաշարը ձեր համար անընդունելի է։ Այստեղ գալի բաներից են խոսում, ոնց որ տենց էլի, մենք այս երկրից չենք եղել, այս ամեն ինչի միջով չենք անցել, բա ասում է, Տիկին Գրիգորյանը ասում է, կգնաք, Էրդողանը ձեզ բան կանի, ինչ որ հավանություն կտա կամ չի տա, կամ Ալիևը։ Ժողովուրդ ջան, այս երկրում, Հայաստանի Հանրապետությունում, պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, ով Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանը կոմունիստական կուսակցության անդամ դարել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով։ Հեյդար Ալիևը ստորագրել է, ասել է ես երաշխավորում եմ, որ այս մարդը կլինի լավ կոմունիստ։ Մտել է դարել է կոմունիստ այդ մարդը։ Հիմա եկել եք ստեղ հավանություն։ Իդեպ, այդ երաշխավորագիրը Ռոբերտ Քոչարյանը այսենց արդարացրել է, այսենց չէ, այսենց արդարացրել է այդ երաշխավորագիրը։ Գիտեք խի, որտեղ որ գալիս եք ստեղից ինչ-որ ցինիկ ելույթներ եք ունենում, դա գիտեք ինչով է պայմանավորված։ 1998 թվական Ռոբերտ Քոչարյանը պիտի ստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմում է $139 միլիոն, Ադրբեջանը կազմում է $150 միլիոն։ Տարբերությունը 11 միլիոն։ 11 միլիոն, ոնց ասեմ, Քոչարյանի տան գնի չափ ընդամենը, $2000 միլիոն, 2008 թվական Քոչարյանը հանձնում է նախագահությունը, Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն $364 միլիոն, Ադրբեջանին ուշադրություն, $1 միլիարդ 932 միլիոն, հասկանում եք, մարդը ստանձնել է պետության ղեկը, ունենալով Ադրբեջանից բյուջեի տարբերություն ռազմական, ընդամենը 11 միլիոնի, ու հանձնել է երկիրը իր սիամական երկվորյակի, ունենալով ռազմական բյուջեի տարբերություն 1 միլիարդ 600 միլիոնի, 1 միլիարդ 600 միլիոնի, Նախազգուշացում, պարոն Սուքասյան։ Ժողովուրդ ջան, ձեզ թվում է, թե այս թվերը տենց բան են, հա? Ասում է Քոչարյանի տարիները, կառավարման տարիները դրանք խաղաղության եւ բարգավաճման եւ ծաղկման տարիներ էին։ Այո, բայց Ադրբեջանի համար, որտեղ Ադրբեջանը ռազմական բալանսը 1 միլիարդ 600 միլիոնի խախտում էր, երբ որ 10 միլիոն էր այդ խախտվածությունը ընդամենը։ Այո, Ադրբեջանին պետք էր խաղաղությունը այդ տարիներին։ Ադրբեջանին պետք էր, որ ինքը ունենա 1 միլիարդ 600 միլիոնի ավելցուկ Հայաստանի նկատմամբ ռազմական բյուջեի տեսանկյունից։